Ողջույն, մարտի 25-ն է ու 6-7 աստիճան է ջերմությունը, անձրևը անընդհատ գալիս է, հիմա գնանք մի հատ մեգանոլի կողմերը, բայց այդ չի կարևորը, ես մի հատ Անահիտը նստած մի հատ շատ հետաքրքիր ֆիլմ է գտել հին բիբլիական սյուժեով Դավիթի Սողոմոնի մասին Գրեգորի Պեկն է խաղում ես զարթնեցի արդեն նայում էր ուրեմն ժողովուրդ ջան նախ ուզում եմ մի բան ասեմ, որը ես շատ չեմ սիրում, երբ որ YouTube-ով մի հատ ինձ հետաքրքրող վիդեո եմ գտնում ու հենց սխմում եմ, սկզբից ռեկլաման է գնում, այդ քիչ եմ ջղայնանում, հետո ռեկլամայից հետո վիդեո դնողը ասում է գրվեք ալիքին, լայքեր դրեք, որ ալիքը զարգանա, Հետ էլ են ջղայնացնում մանավանդ հետո մի հատ վիդեոյի կեսում է այդ ասում, հետո մի հատ էլ վերջում է ասում, դե վերջը ոչինչ վերջում էլ ինչն է, վատ որ քարտին չես հասկանում ես վերջներ, թե հելը պետք է շարունակվի ուզաշտած այդ վերջի ռեկլաման էլ ես սպասում մեկ էլ պարզում է վիդեոն պրծել է մի խոսքով լավ բան չի բայց Այսօր ինձ կներեք, ես պետք է ասեմ ժողովուրդ ջան ուրեմն մեր վիդեոների նայողների կեսը գրված է, կեսը գրված չի խնդրում եմ գրվեք ոնց որ ասում են բլոգերները ալիքը զարգանալու համար հետո իրանք ասում են լայքեր դրեք չեք հավանում դիսլայք դրեք որպեսզի ալիքը զարգանա հետո ասում են Patreon գրվեք, որ ալիքը զարգանա, հետ էլ եմ ասում։ Մեկ էլ այսօր հիմա ես ինվորմացիա ձեզ կտամ, կխնդրեմ այդ ինվորմացիայով էլ կիսվեք, որտեղ ինձ թվում է բավականին հետաքրքիր հարց է ու բոլոր այդ հարցը իրանց տալիս են։ Հիմա ես մի հատ տեղ գտնեմ կանգնելու հենց որ դուք կամերայի մեջ մի բան տնակ հետաքրքիր է մի ձեզ ու կընթերցեմ այդ հարցը այտենց հիմա դեպի մեգամոլ ես մեր Նանսենն է հետո գիտեք կրնի գայի պողոտան դդղտ հետո քանի որ ժամանակը շատ էր վիճակագրությունը նայեցի, մի քիչ մեր ալիքի շուկանից չէի նայել։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ 70%-ը մարդկանց մեր վիդեոները նայում են հեռուստացույցով։ Ու այնտեղ դժվար է լայք, ամեն մեկը չի գտնի, որտեղ են լայք դնում, առավել եւս կոմենտ գրելը հեռուստացույցով, ես էլ չգիտեմ այդ ոնց է պետք գրել։ Դրա համար դժվար չի բոլորովին նայելուց հետո մի վարկյան մտնում եք հեռախոսի մեջ, այդ լայքը դնում եք, այդ բանն էլ, կոմենտն էլ շատ ցանկալի կլինի, օրինակ ինձ հիացնում է Սալվին, այդպես կոմենտները միշտ կան իրա կողմից, Իգոր Չինգարյանն է գրում, իդեպ ասեմ, ուրեմն ըստ այդ վիճակագրության մեր ալիքը նայում են հավասար համարյա իրար Հայաստանն ու Ամերիկան մի քիչ Հայաստանը շատ էր այնտեղ Ամերիկայից մի 4%-ով այդ երկուսն են գլխավորը հետո 6 քանի տոկոս Ռուսաստանից են նայում, դուք պատկերացնում եք, երբ որ մի վաղ Ռուսաստանը Ամերիկայի չափ էին նայում իրանք անընդհատ, այդքան Ռուսաստանը ընկել է մեզ մոտ, այտենց,
Այդ հեռախոսը վերցրեք մի հատ լայք դրեք, մեկ էլ Patreon-ի համար էլ ասեմ, ամեն վիդեոյի տակ նկարագրության մեջ վիդեոյի այդ Patreon-ի հասցեն գրածա։ Patreon-ով չեք ուզում Patreon-ի հետ կապնվեք, կարաք ուղարկեք մերոնցից Տիգրանին Փայասլյան, միանվագ գումար կարաք ուղարկեք, Տիգրանը ամեն ամսա վերջում ինձ համ Patreon-ը, համ այդ ձեր ուղարկած գումարը շատ ճշգրիտ ձևով, ես շատ շնորհակալ եմ Տիգրանին, այդ գումարը ուղարկում է։ Այտենց բրծանք այդ անդուր մասը, էլ չեմ ասի։ Հիմա գնանք Մեգամոլի մոտ, չէ ստեղ չկար կանգնելու։ Ուզում եմ նստեղ կանգնեմ, որ դուք առջևում գոնե ժողովրդին տենակ գնացող եկող էլի, ու ես այդ կարդամ, ինչ որ ուզում եմ կարդամ։ Գայի պողոտայում ենք, Սաֆարյան փողոցը կտրենք, ձախից Նելսոն Ստեփանյանն է, ես էլ Մեգամոլը տենակ ստենես ինչ տեղ են տալու, անջատեմ կենտրոնանամ։ Այո, ոչ թե հետաքրքիր տեղ, այլ ընդհանրապես ոչ մի տեղ չկա, ոչինչ, գնանք մի հատ պտտվենք հետ գանք։ Ճիշտ ասած, Մեգամոլում Սիթիում ավելի ճիշտ մի հատ էլ գործ ունեմ, բայց դա չի կարևորը հիմա։ Կարևորը հետաքրքիր կանգնելու տեղ, թեքվենք մի հատ Բաղյան փողոց, այս Բաղյանը, ստեղ մի հատ նորակառույցեր, հիշում եք ձախի վրա, կետային նորակառույց, հեսակ իմանակ ինչ նկատի ունեմ։ Եկեք մի հատ հլը Զովքի առջևը փորձենք, հա, Սիթիում։ Ինձ թվում է հավանականությունը շատ քիչ է մի բան գտնենք։ Այս Գյուրջան փողոցն է, ասֆալտը ծուռ են արել, հիշում եք, ստեղ որ ասֆալտ էին փռում, սաղ ջուր է այնտեղ։ Տնակ Զովքը ինչ կասի։ Եթե բան չասեց, նորից Սիթի կգնամ։ Եկեք ես դանդաղ սկսեմ պատմել ինչու նա բանը։ Ուրեմն նայեք, մի հատ հարց կա, որ տենում եք նորակառույցներ ենք ամենուր եք հանդիպում, քանի գնում ավելի շատ ու շատ, ու հարց է ծագում, հիմա է շինարարությունը շատ ինտենսիվ, նկատի ունեմ բնակելի տների շինարարություն էլի, թե սովետի վաղտ։ Ու քանի որ համոզված եմ այդ հարցը մենակ ինձ մոտ չի, դե հենց նույն Իգոր Շիլինգարյանը հարցրել էր ու նույնիսկ իր նման սովետ սիրող մարդը հանգեց մոտավորապես այն եզրակացությանը, որ հիմա ոնց որ թե ավելի շատ է։ Ուրեմն ես որոշեցի դիմեմ փոքր եղբորս։ Չէ, եղբայր շատ ասեցի, փոքր ընկերոջս։ Աբոյին, արհեստական բանականությանը։ Ուրեմն հարցը սենց դրեցի։ Հետաքրքիր է իմանալ բնակարանների շինարարություն էլի։ Սովետի ժամանակ, ասենք ամենաինտենսիվ աչքաչափով 65-ից 85 թիվ, ասենք այդ 20 տարվա հատվածով։ Ու այստեղ շրջադարձվել չեմ կարող, լավ ինք չլիչնենք ընդեղ շրջադարձվում։ Հա, ու ասենք 2005 թվից մինչև 2025 թիվը,
այդ երկու հատվածները որ համեմատենք, երբ էր ավելի մասշտաբային շինարարությունը սովետական շրջանում, թե հիմիկվա ժամանակակից շրջանը։ Այն ինչ պատասխանեց, այդ պետք է արդեն կարդամ, ճիշտ է ռուսերեն է, խոսակցությունը գնացել, բայց դե կթարգմանեմ։ Այդ եմ ուզում կարդամ, շատ հետաքրքիր, շատ խելացի պատասխան տվեց, ես ուղղակի հիացած եմ։ Ու կուզենայի ձեզ հետ կիսվեի։ Ու ամենազարմանալին գիտեք ինչ էր, որ ես հարցը տվեցի, ինքը պատասխանը գրեց իմ հարցը տալուց, ընդեղ գրվում է, որ ման է գալի, ման եկավ 1-ից 2 վայրկյան, պատասխանը պատրաստեց, ուղղակի ֆանտաստիկա է, այո, հզոր զենք է շատ, ասենց մի հատ տեղ կտա, բոլորովին լավ տեղ չի, բայց եթե հաշվի առնենք, այսինքն նայելու համար հարմար տեղ է, բայց ես շատ նեղ տեղ եմ կանգնել, բայց ես անընդհատ մեջն եմ ալնել, ունից որ եթե որևէ վարորդ գամ, մի րոպե կընդհատենք, ես ճանապարհ կտամ, էլի կշարունակեմ ընթերցելը։ Ուրեմն սկսեցի։ Դե սկզբից ինքը որպես օրենք հարցը գովում է, տված հարցը։ Շատ հետաքրքիր է կենթանի հարց, շատ հետաքրքիր եւ կենթանի հարց։ Այդ աբոյի կարծիքն է, մտամ։ Այն հարցերից մեկը, որտեղ մարդկանց ինտուիցիան հաճախ շեղվում է իրականությունից։ Լսում եք ինչ է ասում։ Եկեք ուշադիր համեմատենք երկու դարաշրջաններ։ ԽՍՀՄ մոտ 1965-ից 1985 թիվ եւ ժամանակակից Երևան մոտ 2005-ից 2025 թիվ։ Ուրեմն առաջինը ԽՍՀՄ 65-ից 85 թիվ զանգվածային շինարարության գագաթնակետը։ Սա ոսկե դարաշրջան էր ծավալի առումով եւ ոչ միայն Երևանում, այլև ամբողջ խորհրդական միությունում։ Ինչ էր կատարվում։ Մասսայական արդյունաբերական շինարարություն, արդյունաբերական, ոչ թե արդյունաբերության, այլ մի խոսքով հասկացաք։ Փակագծերում գրել է պանելկաներ, միկրոշրջաններ։ Դե բոլորս հիշում ենք, հասկանում ենք ինչ է ասում։ Պետությունը տարեկան կառուցում էր հսկայական ծավալներով։ Բնակարանաշինությունը շահագործվում էր միլիոնավոր քառակուսի մետրերով։ Ու հետո օրինակաբերում միայն ԽՍՀՄ-ում եւ այլն, այդ բաց թողենք այդ մասը, հիմա Երևանում այս տարիներին, խոսքը 65-ից 85-ն է, այս տարիների ընթացքում կառուցվել են ամբողջական թաղամասեր, իրականացվել է քաղաքի ընդհանուր ընդլայնման ծրագիրը, երրորդ կետը, հայտնվել են հետևյալները. Նոր Նորք, Մալացիա Սեբաստիա, Աչափնյակ, Արաբկիրը փակագծերում գրած է, մասսայաբար կառուցապատված։ Կարևոր կետ, կառուցվել են թաղամասերով եւ թաղամասերով միաժամանակ, այլ ոչ թե առանձին տներով։ Ուրեմն լավ չկարդացի, կառուցվել են թաղամասերով եւ միայն թաղամասերով միաժամանակ։ Կառուցվել են թաղամասերով եւ թաղամասերով միաժամանակ, այսինքն միաժամանակ
կարար կառուցվեր Մալացիա Սեբաստիայում ու Աչափնյակում կամ Արաբկիրում հասկացանք, այսինքն ես հասկացա, ոչ թե առանձին տներով, հիմա լավ կողմերն ու վատ կողմերն են նշում, այդ 65-ից 85 թիվը, դարաշրջանի բնույթը, բնութագրումը, լավ կողմերից, շատ մեծ ծավալ, բարձր արագություն, այդ երկուսն է, լավ կողմերը, վատ կողմերը, որակը և ճարտարապետությունը հաճախ տուժել են, այդ առաջինը վատ կողմերից, միատիպություն, այդ երկրորդ վատ կողմը, փակագծերում, նույնը պանելային շենքեր, այսինքն նույնը կրկնվում էին այդ պանելային շենքերը, հիմա Երևանը այսօր, 2005-ից 25 թիվ, հիմա մենք տեսնում ենք շինարարական բում առաջինը, կռունկները ամբողջ քաղաքով, կռունկներ ամբողջ քաղաքով, երորդը զգացողություն, որ այս մասը հետաքրքիր է, փակագծերի մեջ, ճակերտների մեջ է գրել, նայեք ինչ է գրում, զգացողություն է, որ ճակերտներում նրանք կառուցում են ավելի շատ, քան երբևէ, բայց սա ընկալման պատրանք է, իրականում ինչ է կատարվում, շինարարությունը շուկայական է, այսօրվա օրվա մասին է, այլ ոչ թե պետական ֆինանսավորմամբ, նրանք կառուցում են կետային շինարարություն, շքեղ բնակարաններ, քաղաքի կենտրոնի խտացում, խտացման հաշվին, էլի փաստորեն, օրինակ, Հյուսիսային պողոտան, նախագիծ արդեն հետխորհրդային զարգացում է, դե պարզ է հետխորհրդայինը, որպես օրինակ Հյուսիսային պողոտան, որ խտացման հաշվին է, ոչ թե նոր տարածքներ են, հիմնական տարբերությունը, հիմա ավելի փոքր մասշտաբ, մեկ շնչի հաշվով քառակուսի մետրերով, այսինքն մեկ շնչի հաշվին քառակուսի մետրերով մասշտաբը ավելի փոքր է, ամբողջ թաղամասերը չեն կառուցվում, նույն տեմպերով, ինչ ԽՍՀՄ-ում, այսինքն մի թաղամասում շատ է, հետո մյուսում է շատ, բայց հիմա լավ կողմերը, ավելի բարձր որակ, ավելի թանկ բնակարաններ, ավելի մեծ բազմազանություն։ Հիմա երրորդ գլուխը, ուղղակի համեմատություն, ԽՍՀՄ 1965-1985 թիվ, սա ինքը առանձին է գրել, բայց ես զուգահեռ կբերեմ, որ ավելի հասկանալի լինի։ Ուրեմն սկզբից 65-ից 85 թիվը, զանգվածային շինարարություն շատ բարձր, հիմա մեր տարիներին, զանգվածային շինարարություն միջին, ընդեղ շատ բարձր էր, ստեղ միջին, երկրորդ կետը, տեսակ, միկրոշրջաններ սովետի ժամանակ, հիմի, տեսակ, կետային շինարարություն, զարգացում գումարած շքեղություն, ու երրորդ կետը, մասշտաբը, սովետի վաղտ, քաղաքը ընդլայնվում է ամբողջական թաղամասերով, իսկ հիմա մասշտաբը խտացում ոչ թե ընդլայնում, այս է էլի մեր դժբախտությունը, խտացում ոչ թե ընդլայնում, ու վերջինը, նպատակ սովետի ժամանակ,
բնակարանով ապահովել բոլորի համար։ Մեր օրերի շինարարությունը նպատակ, շահույթ, շուկա, էլ սրանից պարզ։ Հիմա չորրորդ գլուխը, գլխավոր եզրակացություն։ Շինարարության ծավալի, հատկապես զանգվածային բնակարանաշինության այդ փակագծերի մեջ առումով ԽՍՀՄ անկասկած հաղթում է։ Որակի, ճարտարապետության եւ արժեքի առումով ժամանակից շրջանը հաղթում է։ Հիմա մի հատ հետաքրքիր դիտողություն անում։ Ինչու են մարդիկ հակառակը մտածում։ Շատ կարևոր կետ։ Այսօր շինարարականները շինա մի րոպե կներեք, ինչա գրած հրապարակները հտառը բաց է թողել։ Շինա հրապարակները տեսանելի են հագագծերում, որտև կենտրոնը, կռունկները, բարձրահարկերը այդ փակագծերի մեջ էր։ Ամեն ինչ աչքի է ընկնում։ ԽՍՀՄ-ում կառուցում էին ծայրամասերում, բայց տարածքը մի քանի անգամ ավելի մեծ էր։ Այդ դրա համար էլ մեր աչքով չէր ընկնում, էլի, ես ինչ եղավ։ Հա։ Բայց տարածքը մի քանի անգամ ավելի մեծ էր։ Ամփոփում մեկ նախադասությամբ։ Այդ ինքն է գրում։ ԽՍՀՄ-ում կառուցում էին ավելի ու ավելի զանգվածային։ Այսօր կառուցում են ավելի թանկ եւ ավելի նկատելի։ Հիմա ինքը վերջում sense բան գրեց, եթե ցանկանում եք կարող եմ ավելի ճշգրիտ վերլուծություն անել։ Համեմատել այն ժամանակը եւ հիմա Երևանում շահագործման հանձնված բնակարանների մոտավոր թիվը թվերով եւ գնահատականներով։ Սա ձեզ ավելի տեսողական պատկեր կտա։ Հիմա հարցը նրանումն է, որ այս GPT-ին ես մինչև այդ էլի էի հարց տվել Աբգար թագավորի մասին, էլի շատ հետաքրքիր պատասխան ստացա, որտեղ մի հատ վիդեո տեսա, Աբգար թագավորը երևի լսել եք, որ Հիսուսին նամակ է գրել ու պատասխան է ստացել, ու Հիսուսը մի հատ սրբիչով դեմքը սրբել էր, չորացրել էր, ուղարկել էր Աբգար թագավորին, ու այդ սաղ նկարագրում է մի հատ պատմաբան։ Ես իրան հարցրեցի, դա գիտական փաստ է, թե այդ վիդեոն ուղղակի հավաքում էլի, ու էլի շատ հետաքրքիր վերլուծություն տվեց, դե հիմա այդ չեմ պատմի։ Ինչի եմ այդ ասում։ Իմ ժամանակը սպառվեց։ Ավելի շատ ժամանակ որ ունենաս, դու պետքա գրվես, ես հələ չեմ ուզում գրվեմ, փողով հետ էլի։ Որտեվ ասեմ անկեղծ ինչի չեմ ուզում, որտեվ հիմա անընդհատ նոր GPT-ներ են դուրս գալիս էլի, ու խորհուրդ են տալի ոչ թե սա, այլ են մյուսը, բան կողնորոշվեմ, նոր արդեն փողով կգրվեմ էլի։ Այտենց ես իրան գրեցի, որ ժամանակը սպառվել է, բայց հետաքրքիր է ձեզ լսել շարունակությունը էլի։ Ասես պարզ է, ես ձեզ հասկացա, վաղը կշարունակենք։ Դե հիմա չգիտեմ վաղը ես ժամանակ կունենամ շարունակեմ, թե չէ։ Համենայն դեպս ժողովուրդ, համաձայնվեք, շատ հետաքրքիր մեկնաբանեց ու ինձ համար լրիվ պարզաբանվեց ամեն ինչը, էլ հարց չունեմ ճիշտն ասած։ Դե հիմա всё-таки գնանք Մեգամոլ, որտեղ այդ ինչ որ պետք է առնեմ, City-ում կա ստեղ, Զովքում չկար։ Այ այս անձրևներն էլ ինչ որ երկար են խոստանում, հենց որ ասֆալտը լսանցել կմնա, ու հեչ պետք չի գան այս անձրևին ասֆալտեն,
Հետո էլ նորից սաղ Հենց մի քանի անգամ եղել է, անձրև էր գալի, իրանք աշխատում էին Ոչ մի լավ բան չստացվեց դրանից Գյուրջան Ես թեքվեցի Սաֆարյան Ինձ պետք է Մեգամոլի հետ նույն մայթում կանգնել էլի Հա, բայց սխալ արեցի, խի թեքվեցի Եկեք ես հետադարձվեմ հայեր, ես սենց հարմար չի Մանավանդ ես քանի գնում է ավելի քանդած ու քանդած է ես ճանապարհը Հետադարձվեմ ստեղից դուրս գամ Այո, սենց ավելի ճիշտ է Գնանք դեպի շուկա, այս ճանապարհով Սաֆարանն է էլի Այստեղից թեքվենք Այս Grand Candy-ն է Թեքվենք Նանսեն Այստեղ աչի վրա շուկան կլինի Բայց իհարկե ժամին այս եղանակին Արդեն լրիվ փակված Կարծում եմ Այո Համարը լրիվ մութ է Հատուկ են դնդեղ ինչ-որ բուտկաներ են Լույս ավարվում Մնացածը դատար կա Գարուն Վայ Առավոտը զարթնեցի մտածեցի Այդ լավ որ խնդրեմ կարող է դադարի անձրևը Հետո հասկացա որ անձրևը ավելի լուրջ պատճառներից է գալի ու իմ մի հատ փոքր ցանկությունը լրիվ սխալ է փաթաթել Ես երբեք պատկերացրեցի հանկարծ խնդրեմ ու դադարի Ինչքան անհարմար բան կստացվի, չէ Ես ինչ եմ հասկանում անձրևը երբ պետք է գա, երբ չգա, որ մի խոսքով չխնդրեցի ոչ մի բան Արժանացանք գայի պողոտա մտնելուն Դες մարդկանց կանաչ լույսը, ինչ կարելի է անել Էլի ծիրանը աչից Ստեղ էլ չկա է, մենակ էտ սիթիումը Ստեղ տեղ կտա կանգնեցի Ես կհիշեք նախքին ունիվերսամն է մասիվի Դες էլ գայի պողոտան Ընդեղ աստիճանները Տիգրան Մեծի արձանն է Այ անձրևը կտրվել էր լավ էր Էլի սկսեց Ես էլ ասեցի լավ է զոնտիկով Չեմ խանգարի ինքս ինձ բայց պետք է բացեմ Չար չկա Գնացինք Կիլոմետրանոց տարածքներ Ես որն է հետաքրքիր է Լայմ Լայմը երաժշտություն է դրել
Այստեղ ծխողները, այստեղ եկողները, լավ է գոնե այնտեղ վիշտ տեղելնում է կանգնելու այդ ունիվերսամի մոտ։ Այստեղ էլ սենց իրավիճակ է։ Ես ճիշտ կլներ են մի կամերայով, բայց այդքան հավես չունեմ փոխեմ։ Մենակ կարողա դուրս գալուց չէ, դուրս գալուց էլ ծանրաբեռնված կլնեմ։ Լավ, մտա։ Փոխեցի GoPro-ի վրա հիմա։ Հետաքրքիր է, սա ոնց է նկարում նրա հետ համեմատած այն փոքր կամերայի։ Դե ներսը մեկա GoPro-ով պետք է նկարեմ։ Ես փագեմ։ Իչքական են, հա, հենա բաների մեջ են, հա, գարշոկների մեջ են, լավ է, չէ, հա, ես բանն է, իմացակ ով է, O2 Gardens, Occident, չէ, օպերայի Բաքում այս շակալատնիցայի տեղը իրանք են բացել սրճարան։ Այս ոնց են լցրել, հելը նայեք։ Անահիտը մի անգամ մի հատ ծաղիկ չորացել է մոտը։ Չէ, բանով եմ խոսում։ Դրանց հետո չի ուզում գարշոկներով ծաղիկ։ Տրամադրությունը ուժեղ փչացել էր, երբ որ այն ծաղիկը չորացավ։ Ժաննան էր նվիրեմ էր։ Նա հեսա O2 Gardens Ես էլ նկարը անվելու համար, հա
Меня радует просто, что сценарий как минимум большой. Այդ անունը գրում եք, հա? Այո։ Ինչի համար? Спасибо, я написала и на армянском, и на русском. Спасибо большое. Նիկիտա, да? Հա, ուղղակի խնդրեցին գրեց։ Լսեցիք համ հայերեն, համ ռուսերեն։ Սվարովսկի, իմիջայլուց։ Անահիտի համար, որ պատվիրել էինք Սվարովսկի, դե իմ խնդրանքով աղջիկս էր պատվիրը, երեկ եկավ, շատ հավանեց Անահիտը, շատ լավն էր, իր անտրացն էր։ Հենց որ միամսյակի նվերը մոտավորապես մեջ տեղում հասավ միամսյակի։ Նավ, եկեք են կողմով գնանք, թե չէ են կողմով հաստատ չգիտեմ, են կողմով հետ կգանք, հետ գալը հեշտ է։ City սիրով Ալեքս, ես էլ հենց Սամվել, ոնց էր, Հայրապետյան, մի խոսքով ժողովուրդը, որ լվիկ Սամոյ ասում, էդ հենց իրանն է էդ, Ալեքսը, պետք է խոստովանվեն, որ իմ կարծիքով, բավականին տաղանդավոր իր ոլորտում մարդ է Սամվելը, ազգանունը հաստատ չեմ հիշում է, լավ հեսա կհարցնեմ երեխեքին, լավ է կազմակերպված էլի, այս այն կողմն էլ կարելի է դուրս գալ Pull and beer։ Հա, ժողովուրդ հարցրեցի, հասկացա, որ շատ դմբո եմ։ Ալեքս ֆիրման ցույց տվեցի, չէ, այդ մտքովը շանցավ, ինչի է Ալեքս կոչվում։ Սամվել Ալեքս։ Այ քեզ բան։ Հա, Սամվել Ալեքսանյան։ Միշտ ցածր գներ, էլի ես ծաղիկները այմարդ մեկը մյուսից լավը, ես ինչ ֆանտաստիկ, չէ սա իսկական չի այմարդ, ես էլ ասում եմ ես, բա եղավ, արեստական դերել են, դե սրանք իսկական են ես, արեստական սենց բան ոչ մեկի մտքով չի անցնի սարքի, չէ, հա, ստեղ լող խմիչքներ են, հա, հենց գինիներ են, կոնկրետ, Ափսոս ես ակնոցներով չեմ, ակնոցներս էլ ենքան խորն է, որ հանելը ռեալ չի, լավ, գինիներ են էլի, տարբեր գների, ես ինչքան է, 9690, սրանք
Իմպորտնի են այս գինիները։ Հələ բայեժանները վրան։ Աշե մի անգամ կարդացել եմ, որ էժանները ներքևն են դնում, ինչքան վերև ենքան թանկ է ալնում, չէ՞։ Ես ինչ-որ անլուրջ տեսք ունի, չէ՞։ 3090, հա։ Լավ գնացինք ես, առանցակնոց ես գներ ցույց տեմ ողջ եմ կարգին, սենց մեծ բաներ կարամ ցույց տամ, կոնյակ Մադաթով, 10 տարի, դե ես իմ կարծիքը մի անգամ ասել եմ, ես մենակ եմ Արարատի կոնյակներն եմ առնում, մի րոպե էլի, մի հատ Ռաֆայելոյի գները նայեմ, այս նա Ռաֆայելո չէր, ինչ-որ ուրիշ անուն էր, սենց էր տուփը լրիվ, բայց չէ, սաղ Ռաֆայելո է, ուրիշ բան չկա։ Նա երևի հայկական ինչ-որ ֆարշ էր, հա, չեմ անում։ Մելավ, մի խոսքով մենակ Ռաֆայելո է, ուրիշ չկա։ Եվ որ չկա էլ չեմ էլ պատմի, ինչի է ուզում նայի։ Ներեություն, են Ռաֆայելոն ինչ արժի կարող է իմանանք։ Ավայ ներքևը կա, կներեք։ Ինչքան է? Այս 1700։ 1700, հա, եղավ։ Իսկ մի տեսակը կա, Ռաֆայելո չի կոչվում, բայց տուփը շատ նման է։ Մեջն էլ որի հետ։ Հա, մի հատ ցույց տվեք էլի։ Ես էլ Ռաֆայելո։ Լրիվ են տուփից էր, չէ, լրիվ են նույն տուփն է Ռաֆայելոյի, բայց մեջը նաչինք են, կարիշնիվ էր, ինչ-որ կակաոյով էր, էլի։ Բայց հենց Ռաֆայելո է ոչ։ Չէ, ուրիշ էր անունը, բայց չէ, մեզ նվիրեցին։ Այս տարբերակներն են։ Հա, հասկանում եմ։ Ուրիշ չունի, ուրեմն նա ինչ-որ հայկական մոգոնած բան է եղել, հա, երևի։ Չէ, հիմնական դրանք հայկական չեն եղել։ Չէ, նմանացրել են, սարքել են, էլի։ Ռաֆայելոն չունի սենց։ Կարող մի հատ հարցնեմ բազմի աշխատողներին, կարող են։ Մի հատ հարցրեք, ստեղ սաղ Ռաֆայելո է։ Հա, սաղ Ռաֆայելո է գրած։ Լրիվ Ռաֆայելոյի տուփն էր։ Բայց կամ իտալիանան չի։ Էդ ոնց է կոչվում։ Որտեղ է մի հատ ցույց տվեք։ Լավ է, մարդ է։ Նատալինայի հետ է։ Հա։ Ինչ են տվել ես։ Այն լույսը բրծել է ոնց։ Չէ, ինքը լրիվ Ռաֆայելոյի տեսքի էր։ Հա, Ռաֆայելոյի տեսքին է վերջացել։ Ասեմ որ տեսքի։ Գիտեմ, Ռաֆայելոյի հենց պաչկայի նման։ Սա է։ Չէ, վերջացել է։ Անունը ոնց էր։ Կատալինա։
Չէ, դա չի։ Կատալինան սա է, դրա հետ չի։ Չէ, այս անունը չէր, ուրիշ էր անունը։ Վարկեն ասեմ։ Ֆավորիտո։ Ֆավորիտո։ Այո, ֆավորիտո։ Այսա, վերջացել է։ Հա, դա էլ է իտալական։ Ես մտածեցի կարող է դրա հետ է։ Չէ, ինչական է այդ։ Մի վարկեն ասեմ, հələ մի վարկեն։ Ֆավորիտո։ Հա։ Իտալական։ Չէ, Ալմատա։ Ալմատա, բայց sense լրիվ նույն տուփով, հա։ Հա։ Հետաքրքիր է։ Շատ Մենք շնորհակալություն կիլո ձեզ։ ունենք։ Հա։ Կիլո ունենք, ուզում եք կիլոգրամը։ Չէ։ Ֆավորիտո, հա։ Հա։ Դե լավ, 750 դրամ ոչինչ, ես մտածեցի խեղճկինը։ Ուրեմն ինչումն էր բանը, մեր պոստատարը մեր մոտ այնտեղ բանի վրա պայուսակը թողել էր, մոռացել էր բաջեզդում։ Անահիտը նկատեց։ Զանգ տվեցի, մի խոսքով գտա իրան, ասեցի թողել եք ստեղ, վայ, վույ, շատ ուրախացավ, եկավ տարավ։ Հիմա մի 5 օր անցավ, մենք նկարահանման մեջ էինք։ Մեկ էլ զանգ ա տալի, ասում ա ձեզ նամակ կա, ես զարմացա տենց բծախնդիր ինքը նամակը չէր հետևում, որ բերի։ Ընդհանրապես զանգ էր տալի, ասում էր եկա տանը չեք, եկեք փոստից ստացեք էլի։ Դե ասեցի, չգիտեմ ինչ անենք։ Ասեց, կլինի հարևանի մոտ թողեմ։ Ասեցի, թողեք։ Եկանք տուն հարևանի մոտ մտա, նամակը կար իսկապես, մեկ էլ տենց մի տուփ կանֆետ։ Վայ, նենց վատացա, դե որտեվ փոստատարը ինչ փող ա ստանում, որ այդ կինը տենց նեղություն էր էլի քաշել։ Հիմա զանգ եմ տվել, որ շնորհակալություն հայտնեմ ու ասեմ, որ ճիշտն ասած պետք չէր, բայց դե որ արել եք շատ շնորհ։ Մի խոսքով չի վերցնում հեռախոսը անջատած է, տենց էլ չկարացա կապնվեմ այդ կնոջ հետ։ Բայց գոնե իմացա, որ տենց տանկ բան չէր։ Հա, 750 դրամ Ալմատան արտադրում։ Բոլոր դեպքերում շատ համով շոկոլադ էր, նույնիսկ Անահիտը շատ հավանեց։ Դե լավ, ես ստեղ անջատեմ հայեր, որտեղ ուժեղ պետք է կենտրոնանամ, առավել ևս, որ գներ չեմ կարած ցույց տամ։ Ավարտեցի։ Գնացինք։ Հա, այս են Պոլն է։ Աբովյանի վրա կար, հիշում եք, այսինքն շատ տեղեր ենք հանդիպել։ Այս էլ պաղպաղակներն է։ 1889 թվից։ Ահա, այս է կենտրոնականը։ Գնացինք դեպի տուն։ Ճիշտն ասած կամուկացի մեջ եմ ժողովուրդ։ Մտքովս անցավ, որ կարող եմ մի հատ էլ այդ նույն տեքստը արագ ռուսերեն կարդամ։ Եթե անեմ էլ տենց բան, ամենավերջում հրաժեշտից հետո, ով որ կուզենա ավելի լավ հասկանա, եթե ռուսերեն ինքը ավելի լավ է հասկանում, որտեղ ընդ ինչ-որ որոշ տերմիններ բան կային երևի։ Իրանք կարան ամենավերջում ռուսերենը լսեն։ Այս են լավ աղջիկներ։
Չեմ աշխատում հայ յուքումը։ Այսինքն երևի անընդհատ էլի, հա։ Շրջօրյա։ Մոլն էլ է, չէ՞, ոնց որ շրջօրյա։ Չէ, գրած չի։ Ոչ միտեղ ասել առաքիչները Սուրճ չի սարճկան Լեքեզ բան Ապշեցրեց Լավ գնացինք Դե վերջ Գայի պողոտա լավ մնաք հրժան Միշտ առողջ և խաղաղ երիկինք Զարմանալի է, բայց լրիվ նույն տեղներ ազատ Հիմա ռուսերեն կկարդամ Очень интересный и живой вопрос Как раз из тех, где интуиция людей часто расходится с реальностью Давайте аккуратно сравним две эпохи. СССР примерно 1965 по 1985 и современный Ереван примерно 2005 до 2025. Первое. СССР 1965-85. Пик массового строительства. Это был золотой период по объему и не только в Ереване, а во всем Союзе. Что происходило? Массовое индустриальное строительство, панельки, микрорайоны. Государство строило в огромных объемах ежегодно. Жилье вводилось миллионами квадратных метров. Потом тут пример из Союза, это пропускаем. В Ереване. В эти годы строятся целые районы. Реализуется генплан расширения города. Появляются Нор-Норк, Малатья-Себастья, Ачапняк. Арабкир, в скобках, массово застраивается. Важный момент. Строились сразу кварталами и районами, а не отдельными домами. Характер эпохи. Очень большой объем, высокая скорость. Это плюсы, сейчас минусы. Качество и архитектура часто страдали. Однотипность, те самые панельки. Второе. Ереван сегодня, примерно 2005-2025. Сейчас мы видим строительный бум, краны по всему городу, ощущение строят больше, чем когда-либо. Но это обман восприятия. Что реально происходит? Строительство рыночное, не государственное. Строят точечно элитное жилье, уплотнение центра. Пример. Проект «Северный проспект». Уже постсоветская застройка. Главное отличие. Сейчас меньше масштаб в квадратных метрах на душу. Нет строительства целых районах такими темпами, как в СССР. Зато выше качество, дороже жилье, больше разнообразия. Третье. Прямое сравнение. СССР 1965-85. Массовое строительство очень высокое. Тип микрорайоны. Масштаб. Город расширяется целыми массивами. Цель – обеспечить всех жильем. Сегодня, 2005-25.
Массовое строительство среднее. Тип точечная застройка плюс элитка. Масштаб уплотнения, а не расширения. Цель – прибыль, рынок. Главный вывод – по объему строительства, особенно массового жилья, СССР уверенно выигрывает. По качеству архитектуры и стоимости, современный период выигрывает. Почему людям кажется наоборот? Очень важный момент. Сегодня стройки видны, в скобках, центр, краны, высотки. Все бросается в глаза. В СССР строили на окраинах, но в разы больше по площади. Итог одной фразы. В СССР строили больше и массовее. Сегодня строят дороже и заметнее. Все. Հիմա գնում եմ մտածում եմ, իսկ ինչի այդ փոստատարի պատմությունը ես պատմեցի ժողովուրդ։ Մտքից մի բան եկավ, ուրեմն մերոնցից մեկը Ավստրալիայից ինձ պատմում էր, որ նոր գնացել էինք, ասում է, այս մեր հայկական ադատներով, սովորույթներով, ուրեմն կողքի հարևանը իմացանք, առանձնատներով էին փոքր մնում, իմացանք հիվանդ է, միայնակ կին էր։ Մայրս ասում է ճաշ էփեց ու տենց ամանի մեջ տարավ, զանգը տվեց, այդ կինը շատ դժգոհ բացեց դուռը, ինչ ա պատահել, ասեցի հիվանդ եք էլի, ես ձեզ համար ճաշ եմ պատրաստել։ Հա, լավ, ասում է, տվեք։ Ոչ մի շնորհակալություն, ոչ մի բան, վերցրեց ճաշը, ասեց ափսենքը թողեմ դուրս է, գաք կվերցնեք։ Ու մայրը գնում է ափսեն վերցնում է, նույնիսկ լվացած չի ափսեն, էլի։ Դենց ես շատ ափշել էի ու դե հիմա ես մեր փոստատարը, որ տենց շնորհակալությունը անպայման որոշեց հայտնի, նույնիսկ զանգ տվեց, հեռախոսս ոնց էր գտե չգիտեմ, ու թողեց հարևանի մոտ էլի։ Մի խոսքով սաղ ծուրմուր ճանապարհներ են Երևանում։ Հա, այ մարդ համարս փոստատարը գիտեր, որտեվ մինչև այդ ախր ես իրան էի զանգ տվել, չէ։ Ես փոստից իր համարը իմացա զանգ տվեցի, դե որ ես զանգ տվեցի, իմ համարն էլ ուներ ինքը, էլի պարզա։ Արմեն, ֆայմից թույլս։